Այսօր հայտնի դարձավ, որ Մայրաթորի ևս 6 եպիսկոպոսներ մեղադրյալներ են, նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Քրեական այս նոր պատմությունը վերաբերվում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Գևորգ Սրբազանը մի քանի օր առաջ նաև կարգալույց հռչակվեց։ Այսօր քննչական կոմիտե են հրավիրվել Մայրաթորի Մակար, Հովնան, Հայկազուն, Վահան, Նաթան եւ Մուշեղ Սրբազանները։ Քննչական կոմիտեից դուրս եկած Մակար Սրբազանի հետ զրուցեցինք, նա ասաց, որ իրավական գործընթացի վերաբերյալ շատ բան պատմել չի կարող, սակայն անընդունելի է համարում վեհափառի եւ Գերագույն հոգեվոր ժողովի որոշումները դատական կարգով վիճարկելը։ Եպիսկոպոսած ժողով չէ, եթե դուք հետ գնաք եւ նայեք, Վազգեն վեհափառի շրջանում եղել են կարգալուծության դեպք եպիսկոպոսի, որը որ Գերագույն հոգեվոր ժողովրդի որոշման պատեղի եղել։ Այո, եպիսկոպոսի կարգալուծությունը երբեք եւ սա էլ միազնյա չի կայացվել։ Ինչպես միացնի։ Ժողովով է եղել։ Դուք ժողովը առաջարկել։ Այո, կարող է առաջարկել, որովհետեւ տեսել է ուխտի խախտում, անհնազանդություն։ Հովնան Սրբազանը նույնպես, որ քննչական կոմիտեի քննությունից, հարցաքննությունից դուրս եկավ, նույնպես շատ մանրամասներ չբացահայտեց, սակայն նա այս ամենը դիտարկում է վարչապետի հակակաթողիկոսական արշավի շրջանակներում։ Ճիշտ ասած, չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Այս քայլերը ընդհանրապես ինչու են իրենք իրականացնում, որն է նպատակը հիմնական։ Եկեղեցին լրացնել, վախեցնել, բռնաճնշումներ, ուրիշ ոչ մի բան։ Եպիսկոպոսաժողովի մասով ինչ կարող եք ասել։ Հայտարարել մեկնաբանել, որ ինձ դրա հետ է կապված։ Գա ժամանակը կիմանամ, չգիտեմ, հիմա բան չեմ կարող ասել։ Խափանամիջոց սահմանները Սրբազան։ Այս բանի վերաբերյալ որևիցե բան չեմ կարող ասել։ Գերագույն հոգեվոր խորհուրդը եւ վեհափառ Հայրապետը հակականոնական որևիցե գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականոն, թող մեկ փաստակ բերեն։ Մեղադրանք է առաջադրվել նաև Գերագույն հոգեվոր խորհրդի ժողովի այդ ամբողջ գործընթացներն արձանագրած քահանային Տեր Մովսես քահանա Սահակյանին, նա նույնպես տարակուսած էր, լավ չէր պատկերացնում, անդադ շեշտում էր, որ ինքը որևէ որոշում կայացնող չէ, ընդամենը ժողովի արձանագրությունն է կազմել։ Որպես մեղադրյալ։ Ես Գերագույն հոգեվոր խորհրդի քարտուղարն եմ, քարտուղարությամբ եմ զբաղվում։ Այո։ Մեղադրյալի դատական որոշումը չկատարելի այս դեպքում։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Եթե մեր փաստաբանները որևէ կերպ ինչ-որ բան ճիշտ կգտնեն հրապարակելու, իրենք կհրապարակեն։ Որպես հատուղաձգություն ո՞րն է այդ երևույթը։ Արձանագրում, կազմակերպչական հարցեր են։ Այսինքն դուք որոշումների կայացման բացարձակապես։ Գևորգ Սրբազանի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու, չվերականգնելու, նրան կարգալույց անելու հարցերի հետ դուք կապ ունեք։ Ես որոշում կայացնող մարմին չեմ։ Դուք առաջնորդում եք քննչական հրավերին։ Այո։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում այնքան ինչքան հոգեվորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուռը բացենք, մտնենք ներս։ Բարձրաստիճան հոգեվորականների փաստաբանները պնդում են, որ այս ամենը ուղիղ կապ ունի Վիեննայում փետրվարի կեսին հրավիրվելիք եպիսկոպոսական ժողովի հետ, ըստ նրանց քննչական մարմինը փորձում է ձախողել այդ ժողովի անցկացումը, բանն այն է, որ բոլոր եպիսկոպոսների եւ մեկ քահանայի դեպքում խափանման միջոց ընտրվել է չբացակայելու արգելքը։ Սա այո, եպիսկոպոսատ ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության Գերագույն խորհրդի անդամներին ստացվում է, որ արգելելու են լքել Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչը արդեն ինքնին խոչընդոտ է լինելու, որպեսզի նրանք մեկնեն եւ մասնակցեն այդ ժողովին։ Ինչքան է ժամկետը։ Մինչև նախաքննության ավարտը։
Կան քննարկումներ, որ քրեական այս նոր process-ով մոտենում են, իրավապահները մոտենում են ամենայն հայոց կաթողիկոսին։ Բանն այն է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի թե թեմի առաջնորդի պաշտոնից ազատելը եւ թե նրան եպիսկոպոսական կարգից զրկելը վեհափարի տնօրինությամբ է տեղի ունեցել, վեհափարի որոշմամբ է տեղի ունեցել, թեպետ այսօր այդ գործով հարցերին այստեղ քննչականում պատասխանում են եպիսկոպոսները, սակայն այդ գործընթացը տեղի է ունեցել վեհափարի որոշմամբ։ Հիշեցնեմ կարճ այս պատմությունը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր թեմի առաջնորդի պաշտոնից, նա սակայն այդ որոշումը չէր ընդունել, դիմել էր դատարան եւ դատարանն էլ նրան վերականգնել էր թեմի առաջնորդի պաշտոնում եւ նաեւ միջոց էր կիրառել, որպեսզի նրա գործունեությունը չխոչընդոտվի։ Վեհափարը սակայն ոչ միայն նրան չէր վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, այլև այնտեղ առաջնորդական տեղապահ էր նշանակվել եւ նաեւ 3 օր առաջ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույց հռչակվեց։